Հիմա դուք որ գաք իշխանության ինչ եք անելու, հետապնդելու եք այդ հարցը, առաջնահերթություն։ Երեք ես թեզերից մեկը ներկայացել եմ, որը վերաբերում է օրինակ Արցախի էթնիկ զտմանը։ Մենք միջազգային նախադեպ ունենք հենց հիմա, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արտադրության միջազգային դատարան 23 թվականին Գազայում ցեղասպանության հարցով։ Այդ կոնվենցիայի մաս ենք նաև մենք։ Հայաստանի Հանրապետությունը ես լոբինգ եմ արել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ կոնվենցիային համաձայն նույնպես դիմի դատարան Արցախի էթնիկ զտման հարցով։ Սա ինչ կտա մեզ։ Սա գոնե այսօր, եթե մենք դարած լինենք 23-24 թվականին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար օրինակ Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից։ Ինչու, որովհետև դա նույնպես կոնկրետ էթնոսի հետքերը մաքրելու, ոչնչացնելու ցեղասպանական գործողության մի հատված է։ Փաշինյանը երեք դատապարտում է Թուրքիայի դրոշ վառելը, բայց ոչ մի խոսք չասաց Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ։ Գիտեք, ես մի բան ասեմ, Ադրբեջանը իր պահվածքով եւ նաեւ Թուրքիան իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ Հայաստանում ռացիոնալիզմը մեռնի։ Ինչ է սա նշանակում։ Ռացիոնալիզմի համատեքստում դրոշ վառելը մենք էլ ժամանակին ասել ենք, որ դա պետություն չունեցող ազգի բան է, այսինքն երբ որ պետություն ունես, դրոշ վառելը սազական չի քո ազգին։ Պետություն չունեցող ազգերը անում են նման բաներ։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումով, ոչնչացումով Ստեփանակերտում, արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրումը, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում ինչու չեն դատապարտել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել էր, նկարը կա էլի։ Եվ այս նկարը համացանցում տարածվում է։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսում է քննադատել Իսրայելին, հետո Իսրայելի բոլոր պաշտոնատար անձինք սկսում են հերթով ներեգություն խնդրել, ափսոսանքի խոսքեր ասել, բան եւ հետո տեղադրում են նկար, որ խաչը ուղղել են եւ շտկել են, կոտրված է եւ ամեն ինչ նորմալ է։ Հիմա երբ որ Հայաստանը ձայն չի հանում, քրիստոնյա ոչ մի ժողովուրդ, ոչ մի ինստիտուտ, որևէ քրիստոնյա եկեղեցի, բացի մեր եկեղեցին նկատի ունեմ, չի միանում են արշավին, որ դատապարտի, որ քրիստոնեական ժառանգությունը, մշակույթը, առաջին քրիստոնյա ազգի մշակույթը, դուք որ ինչ եք ոչնչացնում Արցախում։ Եվ դրանով նաև Ալիևը շատ անկեղծ է, ես էլ ասեմ ու ամփոփեմ այս մասը։ Ինչու՞։ Որտեղ Ալիևը հայ ժողովրդին դրանով ուղերձ է տալիս, որ ձեզ որ ասում են մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագրի տեքստ, նախագիծը, դա մի խաբվեք հայ ժողովուրդ, որովհետև մենք ձեր այդ խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցի այլի կթողեինք, եթե ամեն ինչ բացվելու է, խաղաղ է լինելու, դե կգանք, մոմ կվառենք, ինչն է պատճառը, որ անպայման քանդվի։ Այսինքն Ալիևը անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ձեզ խաբում են, մենք ձեր հետ կապված խաղաղության պլաններ չունենք։ Բաներ չունենանք եւ դրանով նաեւ օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին եւ հասկանա, որ իրան խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու ցմփ բանես համերգների բաների խորովածի այս ուտել խմելու բանի համատեքստում էլի ուրիշներն է թող Ալեն Սիմոնյանը հենց Ստամբուլում այսպես մի հայտարարություն արեց, ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում է Ադրբեջանը, հենց Ստամբուլում հայտարարություն արեց։ Ըստ ձեզ սա Նիկոլ Փաշինյանի կամ այսպես համաձայնացված է դա գործադիր քաղաքականության հետ ու ինչ ուղերձ սրանով այդ հաշվի առնելը, որ հենց Ստամբուլում է նման հայտարարություն։ Տեսեք, ես կարծում եմ սպիկերի դերը միշտ Հայաստանում օգտագործել է, որպեսզի ավելի ազատ այլ մեսիջներ տրվի, կարծում եմ այդ համատեքստում է, բայց դա խոստովանություն այն ամոթալի վիճակի մասին, որ ունենք հայ-թուրքական բանակցային տրակում, որովհետև այդ process-ը նշանակում է, որ մեզ այն ժամանակ խաբել են, որ դիվանագիտական անձնագրերի համար սահմանը բացվելու է։ Հետո նորից են խաբել, այն ժամանակ, երբ որ դա խոսակցությունը գնում էր, դեռևս հայ մարդիկ ապրում էին Արցախում, Մեսրոպ Մաշտոցի հիմնած դպրոցում դպրոց էին գնում, աղոթում էին, այսինքն այդ խաբկանքը շարունակվում է։ Հիմա միտեղ մի բան ասել, իրենք են չեմ մեղադրում, որ նախկինում բանակցել են մի բան, եկե ժողովրդին ասել մեկ ուրիշ բան։ Հիմա իրանք ինչ են անում, իրանք ժողովրդին ասում են ամեն ինչ լավ է, նորմալ է, բացվում է, բան է, սա առևտուր եւ այլն, միակողմանի առևտուր են անում, եւ որից հետո գնում Ստամբուլում ասում են բանա, դե ժողովուրդ ջան, դե գիտեք, դե բան, Ադրբեջանը ձեզ խանգարում։ Այսինքն Թուրքիայի պես հզոր երկիր ուզում է սահմանը բացի մեր հետ, Ադրբեջանը չի թողում, հա։ Այս կարող ենք ասել, որ հաշվարկն է, որ Ռուբինյանն է, հա, այդ բանակցությունները վարում, դրա այսպես աշխատանքի, ապարդյուն աշխատանքի հետևանքն է, սա չգիտեմ։ Այսինքն դուք մտածում եք, որ մի մարդ պետք է բանակցի ու դա բացվի։ Գլխավոր պատասխանատուն արտաքին քաղաքական վարչապետն է։
Այդտեղ ոչ, Ալեն Սիմոնյանին է պետք առանձնացնել ժուրին, կոնկրետ գլխավոր պատասխանատու։ Հայկական կողմը ճիշտ չի աշխատում, թե Թուրքիան չի։ Հայկական կողմը ի սկզբանե գնացել է մի ճանապարհով, որի վրա բանակցությունները գնում են առանց նախապայմանների։ Բոլոր տեքստերում Թուրքիան համաձայնվել է, որ գրվի ու առանց նախապայմանների են բանակցում, բայց միևնույն ժամանակ բոլոր նախապայմանները իրենք դրել են սեղանի վրա։ Դա եղել է սկզբից Արցախյան հիմնախնդիրը, հետո Միջանցքի հարցը եւ այդպես շարունակ։ Հիմա մի քանի քաղաքական հարց էլ էլի, եթե կարելի է, պարոն Մարուկյան, ինչ եղավ ձեր եւ Հովիկ Աղազարյանի հետ, ինչ տեղեր չկարողացաք միասին կիսել եւ ձեր նախընտրական քարոզարշավի ընդհանրապես ընտրական փուլի մեջ եք մտել, ով է փողը կվել, ով է ֆինանսավորում։ Ոչ մի բան չի եղել մեր միջև, ամեն ինչ նորմալ գործընկերային հարաբերություններ կան։ Ինչ վերաբերում է մեր նախընտրական արշավին, ես հիշեցի մեր համագումարը 15 թվականին։ Համագումար էին կանում եւ լրագրողները հարցում էին, բայց ես փող որտեղից որ համագումար եք անում։ Հիմա նույն բանն եմ հիշում, այսինքն 19 քաղաքական միավոր գրանցվել է ընտրություններին մասնակցելու եւ բոլորին հուզում են, որ միայն այ լուսավոր Հայաստանն էս ոնց է անում։ Ես ձեզ ասեմ, լուսավոր Հայաստանը ոչ տրադիցիոն արշավ է անում, շտաբեր չի բացում, դուք մեր մեծադիր բաներները չեք տեսնում, այսինքն մենք իրականացնում ենք smart campaign, խելացի արշավ, ինչ է սա նշանակում։ Մենք նոր տեխնոլոգիաներով մեր խոսքը հասցնելու ենք մարդկանց։ Մեր միակ պրոդուկտը այս ընտրություններում մեր գաղափարն է ու մեր խոսքն է։ Մենք ամենաճանաչված, 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք, այսինքն բրենդը հայտնի դարձնելու խնդիր չունենք, ինձ կամ մեր թիմակիցներին հայտնի դարձնելու խնդիր չունենք եւ շատ հանգիստ մտնենք այս քարոզարշավի մեջ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, Դավիթ Խաչակյանը մեր ներկայացուցիչ է կենտրոնական ընտրական հանձնաժողովում, մեր նախընտրական թիմի անդամ է, ուսակցությունից դուրս եկած մարդիկ կան, այո, նրանք չկան, չեն կարող լինել, որ ուզեն անել։ Ես ավարտեմ, էլի։ Ես ուզում եմ նաև լրագրողներին մի խնդրանք ներկայացնել կամ կարող պահանջ։ Դա այն է, որ դուք դարձրել եք ընտրությունների վերաբերյալ խոսույթը, փողի խոսույթ։ Այսինքն, ով առաջին, մի րոպե, ով առաջին հայացքից, ասեմ, ով առաջին հայացքից փող ունի, հա, տպավորություն է, որ ինքը լեգիտիմ ընտրություններին եւ քաղաքականությանը մասնակցելու իրավունք ունի։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Այդպես չի։ Մենք դրանով կայլասեր ենք ամբողջ քաղաքական process-ը։ Այսինքն, ով փող ունի, նա կարող ընտրություններին մասնակցի, ով որ առաջին հայացքից չէ, ախր չի կարելի։ Ինչու եմ ասում։ Պիտի հաշվետվի։ Այն ասում է։ Հա, բայց հաշվետվությունը տված է, մտեք նայեք, կտանք, ինչ խնդիր կա։ Մենք անցած ընտրություններում ամենակիչ գումարով, ամենակիչ գումարով դուք չեք, պարոն Մարուկյան։ Դե որ ես տեսնեմ, որ իշտերին հարցում եք, բան կա։ Հարցրել ենք հաստատ։ Դե լավ էլի վայ ջան։ Ինչ դուք հարց ունեք, ինչ որ բան եք ասում, չէ, բայց դու հարց ուներ էլի նյուզը։ Մենք հասկանանք ուղղակի ում ականջներն են ձեր հետո, մեզ ֆինանսական։ Մեր ականջները։ Հայ ժողովրդի աջակցությունն է, ոչ ականջներ չկա։ Գորգիսյանի ականջները, հա։ Կարպիս Փաշյանի։ Հաստատեցնեմ, պարոն Մարուկյան, ասում եք վարչապետի տեխնացու չունենք, բայց ցուցակը դուք եք գլխավորում։ Ինչ է նշանակում չունենք վարչապետ։ Ասեմ, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք մտնելու այս վարչապետական գզվրտոցի մեջ, երբ որ բոլորը հռչակում են, որ իրենք պետք է լինեն վարչապետ եւ վերջ։ Սա նաեւ մի process էր, որը նախընտրական դեռևս կոնսոլիդացիայի շրջանում խանգարեց կոնսոլիդացիաների։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այդ ամբիցիան չի կարելի առաջ մղել։ Այս ընտրությունները падգամավորների ընտրություններ են։ Մի հատ մարդիկ թող սկզբից падգամավոր ընտրվեն, հետո վարչապետական ամբիցիաները քննարկենք։ Այո, ցանկացած համասնական ցուցակի առաջին համար տվյալ ուժի ֆորմալ վարչապետի տեխնացունը օրինակ գնալու այն բանավեճին են գլխավոր, չէ՞, բայց մենք ասել ենք, որ մենք չենք մտնելու այդ իմաստով այդ բանավեճի մեջ, որ մի քանի իմաստ քննարկում է, անիմաստ։ Այո։ Անցողիկ շեմը արդեն հաղթահարել ենք, որովհետև դեռ երբ որ չէինք հայտարարել, որ ընտրություններին մասնակցում ենք, դրանից քիչ էր պակասում։ Երբ որ հայտարարեցինք, բնականաբար դիրքավորումը բերեց արդեն հաղթահարելու։ Տեսին այս պայն հաղթահարելու։ Այո։ Այո։ Հանգիստ Փաշինյանի վերցի մեջ նշվում է, ասում է այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու պատմական սահմանների եւ արտադրության վերականգնման կոչերով, ասում է տանում են նրան, որ մենք կանգնենք պետականությունը կորցնելու առաջ։ Շատ լավ։ Ուրեմն 19 ուժ գրանցվել է, բացառեք ծրագրերը նայեք։ Կամ հոլավ խոսքը ինտերվյուները նայեք։ Ես չգիտեմ ուժ, որ մեր ժողովրդին ուզում է տանի պատերազմի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Չգիտեմ այդ ում մասին է խոսում, ինչ է պատմում, ինչ է ասում։ Ինքը դրանով փորձում է արդարացնել այս ուրացության process-ները, ուրացության, ծպտուն չանելու, մենիկնությունը ոչնչացնելու դեմ որևէ
դիվանագիտական լծակ գործիք չօգտագործելու իր անգործությունը, էսա։ Ուրիշ բան ես չգիտեմ ուժախր, որ ուզում տանի բանն է։ Ինչա անում։ Միանշանակ ուրանում է։ Դուք մի նայեք որ բերում են ծաղիկենտում բան։ Ուրանալը այդպես չի լինում։ Ուրանալը այդ հարցեր տալով ալի։ Մեր հարցեր են տալիս։ Բայց նայենք տենանք ոնց ա եղել, բան քանի միլիոն մարդ ազով է։ Ուզում ենք պատի վրա քանդի, ոնց էր ասում։ Քոչյան Անդրանիկը ասում է պատի վրա ուզում ենք գրենք։ Բայց ասում եք մի հրյա կանգնի, ասի 6 միլիոն հրյաների հոլոկոստի զոհերի անուններն ենք ուզում։ Ինչ կանեն այդ մարդուն։ Պես իշխանությունը օրը ցերեկով բաց տեքստով ասել է։ Դայից հետո, բայց սա խաղաղության հետ կապ չունի, պետություն մենք ունեցել ենք 91 թվականից, դայից առաջ էլ մի հատ ուրիշ ձեւի պետություն ենք ունեցել, դայից առաջ էլ առաջին հանրապետություն ենք ունեցել։ Հետեւաբար պետություն մենք ունեցել ենք։ Խաղաղություն, sense խաղաղ ապրում եք դուք առաջնահերթին։ Նայեք, խաղաղությունը ինքը դատարկ ուղակի բան չի, օթում ինչ որ բան չի։ Խաղաղությունը դա անվտանգային համակարգ է, անվտանգային երաշխիքներ են, մեխանիզմներ են, որոնք ապահովում են քո խաղաղությունը։ Եթե այդ անվտանգային մեխանիզմները եւ երաշխիքները գոյություն չունեն, ինստիտուտներ չկան կանխարգելող որևէ բանի, խաղաղության մասի խոսալը բանը, նախընտրական բան, լոզունգ է։ Հավելում էլի, իրենք երբ որ նման հարց ես տալի, ասում ես ձեր խաղաղությունը ինչ երաշխիք ունի, իրանք մեջ բերում են օգոստոսի թուղթ ասում են սա ամենամեծ երաշխիքն է խաղաղության։ Օգոստոսի 8-ին երկու փաստաթուղթ է ստորագրվել, մեկը թրիփն է, որը Միչանսկի են հանձնել, մյուսը խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստն է, որի վերաբերյալ մանրամասն ես խոսել եմ հենց այդ օրը եւ ցույց եմ տվել, թե ինչ խնդրահարույց կետեր կան մեզ համար, եւ ես գտնում եմ, որ այդ կետերը բնականաբար չի կարելի ուժի մեջ մտցնել, դրանք պետք է վերաբանակցեն։ Վերաբանակցելու թեզը ես եմ մտցել օրակարգ, այո, պետք է դրանք վերաբանակցեն, եւ ես ավելին ասեմ, որպես այդ փաստաթղթի վրա աշխատած մարդ, այն կետերին, որ իրենք համաձայնվել են, մենք երկար ժամանակ չենք համաձայնվել։ Մենք նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունը։